Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը օրեր առաջ նշեց, որ իրենք կքննարկեն, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին հաջորդ տարվա ընտրությունների հարցում։ Նրա խոսքով Հայաստանն իրենցից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար։ Արդյոք ԵՄ-ն այսպիսով չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Ինքնին այս ամբողջական նախադասությունը բավական խնդրահարույց է եւ խնդրահարույց է երկուստեք։ Նախ առաջին ուղերձը եւ հարցադրումը, որ մեր հանրությանը պետք եւ ինքներս մեզ պետք է ուղենք, դա մեր պետության ինքնիշխանության հետ է կապված։ Այդ ինչպիսի վտանգ է, որ ինքնուրույն այսօրվա իշխանությունները չեն կարողանում արկախեն եւ լրջագույն ժողովրդավարական մեխանիզմը, ինչպիսին ընտրություններն են, օգնություն են խնդրում մեկ այլ արտաքին ուժի միջամտելու։ Մելոյանի խոսքով, ընտրությունները յուրաքանչյուր պետության ժողովրդավարության եւ իրավական լինելու չափորոշիչն են։ Պետությունը եւ օրվա իշխանությունը պետք է կարողանա ապահովել ընտրությունների թափանցիկությունը։ Այս ամենի հիմքում առաջնայինը, որպես առաջնամաս է գալի մեր պետության ինքնիշխանության, սուվերենության հարցը, որը ամենաշատ արծարծված եզրույթներից է օրվա իշխանությունների համար։ Ու երկրորդ վտանգը, այսինքն ինչ որ վտանգ արկա է, որից մենք տեղյակ չենք, հայկական հանրությունս, ու խնդրում են մեկ այլ արտաքին ուժի միջամտելու մեկ այլ ինչ որ արկա օդում կախված վտանգի դեմն առնելու համար։ Այստեղ կրկին ընդգծում եմ, այս իշխանության որդեգրած վարքագիծը բավականին խնդրահարույց է, բավականին լրջագույն հետևանքներ կարող է ունենալ եւ դեռևս ընտրությունները չսկսած լինելով ինքնինստինքյան կարող է վնասել թե ընտրական գործընթացների թափանցիկությանը, թե ինքնին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։